Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր հունիսի 16-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանքը, այսօր ես ձեզ հետ ուզում եմ անպայման խոսել, Արարատ Միրզոյանի այցելության մասին Լյուքսեմբուրգ, որտեղ ինքը մասնակցում է շատ կարևոր միջոցառմանը, Եվրոմիության արտգործնախարարների խորհրդի նիստին, այնտեղ կորոշվի չափը աջակցության Հայաստանին, առևտրի ոլորտում, տնտեսական ոլորտներում, քանի որ սանկցիոն քաղաքականությունը կոշտ մեր դեմ ուղղված Ռուսաստանը շարունակում է։ Ուստեղ է շատ բաներ ձեռք բերվեցին, մենք դրա մասին կխոսենք շատ պայմանավորվածություններ տարբեր եվրոպական երկրների ղեկավարների հետ, արտգործնախարարների հետ։ Կխոսենք Սերգեյ Նարիշկինի, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության պետի հետ, ղեկավարի հետ, որը ուղարկեց մեզ մի քանի մեսիջներ։ Կա այնտեղ եւ սպառնալիք, կա այնտեղ եւ շանտաժ, պարզ է, որ եթե Վլադիմիր Պուտինը չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին ամսի 14-ից հետո, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց վերջնական արդյունքները Հայաստանի ընտրությունների, պարզ է, որ Ռուսաստանը պետք է ինչ-որ մեսիջներ մեզ ուղարկի, հիմա Նարիշկինի միջոցով մեզ նորից զգուշացնում են, ասում են հրաժարվեք եվրոինտեգրացիայից։ Ես այդպես եմ հասկանում Նարիշկինի ասածը երեկվա ու դրա մասին մենք այսօր նաև կխոսենք։ Ես պետք է ասեմ, որ մի երևույթ կա, որի վրա մեր իշխանությունները լուրջ ուշադրություն պետք է դարձնեն։ Մենք Ռուսաստանի եւ Բելարուսի հետ ունենք տարբեր պայմանավորվածություններ, տարբեր պայմանագրեր, որոնք իներցիայով շարունակում են աշխատել։ Ինչքան էլ մենք չունենանք Ռուսաստանի հետ խնդիրներ այսօր, ինչքան էլ չունենք խնդիրներ Բելարուսի հետ, բայց այդ նախկինից եկած պայմանավորվածությունները, օրինակ էքստրադիցիայի, հետհանձնման, այդ ավանդույթները դեռ մնացին։ Ու վտանգ են ներկայացնում նաև մեր իմիջի համար, քանի որ վերջի 2-3 օրվա մեջ էլի երկու քաղաքացի, մեկը Բելարուսի, մյուսը Ռուսաստանի, մեր պատկան մարմինների կողմից ձերբակալվեցին, երբ որ իրանք մտնում էին Հայաստանի տարածք։ Այդ մարդիկ Պուտինի եւ Լուկաշենկոյի կողմից հետապնդվում են, ապրում են այլ երկրներում, բայց մտան Հայաստանի տարածք, իրանք ձերբակալեցին ու սպառնում են, որ հետ կհանձնեն Ռուսաստան եւ Բելարուս։ Այդ երևույթը վտանգավոր է։ Ես գիտեմ, որ նախկինում այս ձևի օրինակներ եղել են, մեր կառավարությունը չէր հանձնում այդ քաղաքացիներին, ոչ Ռուսաստանին, ոչ Բելարուսին, ինչը միանշանակ ողջունում են, բայց պետք է լուծել այդ հարցը։ Այդ իմիջի մեր հարցն է։ Դրա մասին կխոսենք։ Եվ անպայման այսօր ես ուզում եմ խոսել լրջագույն վտանգի առջև, որի առջև մենք այսօր կանգնած ենք։ Ակնհայտ է, որ ռուսամետ ուժերը փորձում են վարկաբեկել ընտրական process-ը, որը անցավ Հայաստանում ու ամսի 7-ի ընտրությունների օրվա հետ կապված process-ը իրանք ուզում են վարկաբեկել։ Ուզում են վարկաբեկել ընդհանուր այդ մեծ ընտրարշավը, ընտրական process-ները, նաև այդ թվում ուզում են վարկաբեկել քվեարկության օրը հունիսի 7-ը։ Մենք տեսնում ենք համատեղ հայտարարություններ, 6 ուժերի, իրանց 3 միացավ հանրապետական կուսակցությունը, Սերժ Սարգսյանի կուսակցությունը, տեքստերը կարդում ես կեսը ոչ մի հիմք չունեցող ասած խոսքերն են, մյուս կեսը պարզել չի ինչ են ուզում ասել դրանով, բայց այդ լուրջ process-ներ են։ Գիտեք, նախկինից թալանած փողերը, նախկինից եկած կոռուպցիոն ռիսկերը, հիմա այդ փողերը պատտվում են այս ընտրությունների ժամանակ։ Դա է պատճառը, որ իշխանությունները ստիպված էին այս ընտրարշավի ժամանակ մեծ թվով մարդկանց մեկուսացնել, ում հետ կապված է վտանգ, որ իրանք
կաշառք էին բաժանում կամ բաժանել են կամ ֆիքսվել է դա մեծ հիմա process է գնում մեծ թվով այդ փողերը թալանած հեսա ջրի երես եկան ու այս վտանգավոր process-ները ուզում են ուղղել այն ուղղությամբ որ իբր այս ընտրությունները լեգիտիմ չէին այս ընտրությունները բավական մեծ թվով խախտումներով անցան քաղաքական հետապնդումներով անցան երբ որ բռնում են մարդուն ով կաշառք է բաժանում կամ կա լուրջ վտանգ որ կաշառք կբաժանի ու կգնի ձայները դա քաղաքական հետապնդում չի բայց ես ինչ եմ ուզում ասել այդ վտանգավոր երևույթը հիմա ուժեղանում է իշխանությունները պետք է ուշադիր լինեն հասարակությունը պետք է ուշադիր լինեն ու նայեք այս զուգահեռ այդ process-ին դելեգիտիմացնելու փորձ մեր ընտրական process-ը ու Ռուսաստանից անընդհատ լսում ենք նույնատիպ գնահատականներ օրինակ նույն Սերգեյ Նարիշկինը ասեց գիտեք ինչ է շատ կասկածելի ընտրություններ Հայաստանում անցան այդ ֆոնի վրա ես տեսնում եմ տարածում ակնհայտ ստերի ակնհայտ ստերի Եվրոմիության նպատակների մասին Հայաստանում, ակնհայտ ստեր Միացյալ Նահանգների նպատակների մեր տարածաշրջանում, ակնհայտ ստեր Նիկոլ Փաշինյանի քաղաքականության մասին, ակնհայտ ստեր։ Հիմա անցան ակնհայտ ստեր տարածել փորձագետների մասին, առանձին պրոդեմոկրատական քաղաքական դեմքերի մասին, փորձում են տարածել ստեր այն մարդկանց նկատմամբ, ովքեր եվրոինտեգրացիայի կողմ են, ովքեր պայքարում են, որ ստեղ ժողովրդավարությունը ամրապնդվի։ Ու այն սաղ այն փողերով, գողացած փողերով, ինչ որ պահում են իբր անալիտիկ կենտրոններ, իբր բլոգերներ, լուրջ է վիճակը, ես մեր ժողովրդին ուզում եմ ասել, ուշադիր եղեք։ Ուրեմն Սկսում եմ մեր այսօրվա աշխատանքը, խնդրում եմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել եւ աջակցել մեր YouTube-յան ալիքին։ Այդ աշխատանքը անհրաժեշտ է, կարևոր է, որ մենք այն պայքարը հիբրիդային մեր հասարակության դեր պետության դեմ կարողանանք ավելի էֆեկտիվ դիմադրել։ Նայեք, Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց ողջունեց այն համաձայնությունը, որին եկավ Միացյալ Նահանգները եկան Իրանի հետ։ Նիկոլ Փաշինյանը իր էքսում գրառում արեց ու ինքը ասեց, որ ողջունում է այն դրական համաձայնությունը կարևոր, որը կնքվեց Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև։ Դուք գիտեք, դա on-line ձևով ֆիքսվեց, բայց ամսի հունիսի 19-ին 3 օրից Շվեյցարիայում նաև ստորագրությունը կկատարվի տետ-ա-տետ հանդիպման ժամանակ Միացյալ Նահանգներ Իրան։ Նիկոլ Փաշինյանը ողջունեց միջնորդական առաքելությունները Պակիստանի, Քաթարի, Թուրքիայի ու ինքը նշեց, որ Մերձավոր Արևելքում այս համաձայնությունը կբերի իրոք խաղաղության, կայուն խաղաղության։ Իմիջիալուց ասեմ ձեզ Միացյալ Նահանգներին եւ Իրանը շնորհավորեց նաեւ պարոն Գուտերիշը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։ Տեքստը մեծ է, ես հիմա չեմ կրկնի, բայց պարոն Գուտերիշն էլ ասեց, ինչքան կարևոր է, որ զինադադար կկնքվի, ինչքան կարևոր է, որ բոլոր հարցերը բանակցությունների միջոցով կլուծվեն, ու ինքը ասեց ՄԱԿ-ի ստորաբաժանումները պատրաստ են աջակցություն տալ, երբ որ խաղաղությունը հաստատվի, մտնել տարածաշրջան, օգնել, ինչով կարող են օգնել։ Ողջունեց, որ Հորմուզի նեղուցը բացվում է, ողջունեց, որ շրջափակումը ծովերում նաև դադարեցվում է։ Ես պետք է ասեմ, որ արձագանքը Իսրայելի բավական կոշտ էր, Իսրայելում նաև այդ թվում Նետանյախուն ակնարկ են անում, որ իրանք ազատ են գործունեության մեջ, իրանք այդ փաստաթղթերը չեն ստորագրել, բայց ես հույսով եմ, որ Նետանյախուն
չի համարձակվի բացայտ գնալ Դոնալդ Տրամփի դեմ, քանի որ Իսրայելի հիմքը հույսը միայն Միացյալ Նահանգներն են։ Հիմա Եվրոպան էլ քննադատում է Իսրայելին իր պատերազմական գործողությունների հետ կապված եւ Լիբանանում եւ Գազայում։ Դա է պատճառը, որ ստեղ իմ կարծիքով Իսրայելը չի համարձակվի տապալել այդ լուրջ process-ը։ Բայց վտանգը կա։ Ուրեմն պարոն Միրզոյանը երեկվանից գտնվում է Լյուքսեմբուրգում, հանդիպումներ ունեցավ տարբեր պաշտոնյաների հետ, Կայա Կալասի հետ, Մարտակոսի հետ, այդ գլխավոր դեմքերը դուք գիտեք Եվրոմիության մեջ արտաքին հարաբերությունների ոլորտում, հենց իրանք են որոշում ի վերջո ընդունում աջակցել Հայաստանին, տարբեր արտգործնախարարների հետ հասցրեց հանդիպել, տարբեր երկրների եվրոպական, ու ես տեղ պետք է ասեմ, որ Մարտակոսը զգուշացրեց, որ գալիս է Հայաստան հուլիսի 5-ին, կլինի Հայաստանում մեր կարիքները ուսումնասիրել տեղում ու ասեց, որ քանի որ Մարտակոսն էլ հետո ավելի ուշ նաև Կայա Կալասը ասեցին, որ մենք գիտենք, որ ճնշումը Ռուսաստանից ուժեղանում է, ուրեմն հենց տնտեսական հարցերով եւ առևտրի ոլորտի հարցերով պետք է աջակցենք, այդ հարցերը մենք կքննարկենք։ Արարատ Միրզոյանը հանդիպեց արտգործնախարարների հետ հենց նախաճաշի ժամանակ, այդպես աշխատանքային հանդիպում էր, շատ ուժ բաներ քննարկեցին, բայց այսօր կշարունակվի աշխատանքը այդ արտգործնախարարների Եվրոմիության անդամ պետությունների արտգործնախարարների նիստը ու կշարունակվի աշխատանքը նաև Նիկոլ Փաշինյանի ու ամենակարևորը ինչ են ասում պաշտոնյաները Եվրոմիության եւ առանձին երկրների արտգործնախարարները, որ պատրաստ են Հայաստանի հենց առևտրի ոլորտում աջակցել, ինչքան կարելի է էֆեկտիվ աջակցել այս փուլում, ծանր փուլում, երբ որ Ռուսաստանը փակել է Հայաստանի առջև իր շուկան։ Պարզ է, որ բոլորը եւ Արարատ Միրզոյանը այս նախաճաշի ժամանակ ելույթ ունեցավ ընտրություններից պատմել, մեր քաղաքականությունից պատմեց ընտրարշավի այդ փուլերի մասին պատմեց, պարզ է ինքը ներկայացրեց, բայց բոլոր եվրոպացիք հատուկ նշում էին, որ իրոք Հայաստանում անցան լավ ընտրություններ, то есть Հայաստանը շարունակում է գնալ դեպի եվրոինտեգրացիա, դեպի ժողովրդավարություն, հատուկ դա նշում էին, քանի որ իրանք հենվում են հենց միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներին, օրինակ ԵԱՀԿ-ի, Եվրոխորհրդի դիտորդական առաքելությունների, նաև առանձին առաքելություն դիտորդական ուղարկեց Եվրոպարլամենտը։ Այդ ամբողջը ամփոփելով իրանք ասում են մենք տեսնում ենք, որ ճիշտ ժողովրդավարական ճանապարհով է գնում Հայաստանը, ու հիմա այդ պլանները շատ կարևոր են, շատ կարևոր է առաջի այս հարվածը, որը մեզ հասցնում է Ռուսաստանը փակելով իր շուկան մեր արտադրողների առջև, առաջի այդ հարվածը փափկացնել անչափ կարևոր է ու առանձին պետություններ, դուք գիտեք, եվրոպական միակողմանի հայտարարեցին, որ առանձին ապրանքները կառնեն Հայաստանից, կգնեն, բացեցին առանձին պետություններ շուկաներ առանձին ապրանքների համար, նաև մեր ծաղիկների համար, բայց միտքս ինչու՞մ է, պարզ է այդ էսպայի որոշումներ են, պետք է նաև լինեն ստրատեգիկ ռազմավարական որոշումներ, որ իրոք սկսվի այն աշխատանքը, որը մեր ապրանքները համապատասխանեցնենք որակը համապատասխանեցնենք Եվրոմիության ստանդարտների։ Ինչ ասեց պարոն Ալիևը, Իլհամ Ալիևը նախագահ Ադրբեջանի, ինքը շնորհավորեց Դոնալդ Տրամփին 80-ամյակի կապակցությամբ, ու ինչն է ինձ դուր եկե, ինքը շնորհավորեց Դոնալդ Տրամփին, ասեց մեծ դերի մասին Դոնալդ Տրամփի այն պատմական հանդիպան ժամանակ գագաթնաժողովի անցած տարվա օգոստոսի 8-ին, երբ որ ստորագրվեց եւ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը եւ Դոնալդ Տրամփի հետ երակողմ այնտեղ հայտարարություններ կային, հիշում եք, ինքը ցավ գոված ու ինքը ասեց, որ Դոնալդ Տրամփ ուղու ծրագիրը
չասեց Զանգեզուրի միջանցք ծրագիրը, հենց նշեց Դոնալդ Տրամփ այդ TRIP ծրագիրը, բացեց անունը, ասեց կոգնի, որ Ադրբեջանը կապդավի Նախիջևանի հետ եւ այլ եւ այլ։ Շատ հետաքրքիր է։ Նույն օրը Շուշիում հանդես եկավ ելույթով Իլխամ Ալիևը ու Շուշիում ինչ որ միջազգային ֆորում իրանք անցկացնում են ամեն տարի, այդ միջազգային ֆորումի ժամանակ նույն տեքստներ, որը ինքը ուղարկեց Դոնալդ Տրամփին, մենակ մի փոփոխությամբ Դոնալդ Տրամփ այդ TRIP ծրագիրի փոխարեն գրված է Զանգեզուրի միջանցք ծրագիր։ Ինչ եմ ուզում ասել, այդպես մանևրում է Ադրբեջանը, Դոնալդ Տրամփի մոտ չեն համարձակվում ասել, որ դա այս ծրագիրը Դոնալդ Տրամփ անունով է ու այդ ճանապարհները կբացվեն ու իրանց տերմինոլոգիան փորձում են օգտագործել ուղղակի որպես փաստ ձեզ ուզում եմ ներկայացնել հիմա Սերգեյ Նարիշկինի ասածը Սերգեյ Նարիշկինը ինքը Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության պետն է, ղեկավարն է, պարզ է լրջությունը պաշտոնի դուք հասկանում եք։ Ու իր ասածը ես դիտում եմ շատ լուրջ։ Ինքը ինչ ասեց։ Ինքը ասեց, որ մենք հույսով ենք, որ Հայաստանը եւ Ռուսաստանը կշարունակեն համագործակցել տարբեր ոլորտներում ու նշեց այդ ոլորտները նաեւ այդ թվում ռազմական ռազմատեխնիկական ոլորտներում։ Ես ճիշտ ասած չեմ հասկանում ինչի ինքը ասում է ռազմատեխնիկական ոլորտում, բացի դրանից ինքը ասեց պարզ է տնտեսական ոլորտում, հումանիտար հարցերում, բայց նաև սա, քանի որ հենց Ռուսաստանն է, որ չի համագործակցում այդ ոլորտում մեզ հետ, ինչը վատ չեմ համարում, մեզ համար մենք այլ ընտրանքներ գտանք, դուք գիտեք, բայց ինչի ինքը ասում է նաև այս ոլորտներում, եթե Ռուսաստանը ինքը հրաժարվեց մեզ տալ մեր զենքերը, որոնց համար մենք վաղուց է փողը մուծել ենք։ Հիմա, բայց ինքը ասեց, որ մենք հույսով ենք, որ շարունակվի այդ համագործակցությունը։ Մյուսը ինքը ասեց, որ եթե Հայաստանը շարունակի աջակցություն ստանալ արևմուտքից, կոպիտ ասած, այ Ռուսաստանը փակեց մեզ համար շուկան ինքը ասում է, մենք փակեցինք ու դուք որ չեք ենթարկվում ու վազելով գնում եք արևմուտքից աջակցություն ստանալ, նայեք այդ վատը ավարտվելու, դա ներքին իրավիճակը կբարթացնի ձեր ակնհայտ սպառնալիք, շանտաժ, դες ինքը ասում է նայեք, մենք փակեցինք ձեր արջև մեր շուկաները, վատանում է, չէ, ձեր վիճակը, փոխանակ դուք հանձնվեք, դուք գնում եք, աջակցություն ստանում եք արևմուտքից, փորձում եք աջակցություն ստանալ արևմուտք, այդ դա մենք չենք հանդուրժի, շատ վատ եք անում, կոպիտ ասած ինքը ասում է, դուք պետք է հանձնվեք, պարզա մենք չենք հանձնվի, կառավարությունը չի հանձնվի, կառավարությունը կշարունակի եվրոինտեգրացիոն process-ը, բայց դա սպառնալիք է ու շանտաժ, ինքը ասում է, նայեք, դա կբարթացնի ձեր վիճակը ներսում երկրի։ Բայց մյուս կողմից ինքը ասում է, գիտեք, բայց դուրը դեր բաց է, նայեք, եթե դուք հրաժարվեք եվրոինտեգրացիայից, մենք ձեզ հետ կխոսենք։ Ստեղ ես պետք է ասեմ, որ իր ասածը խոսում է նրա մասին նաև, որ Ռուսաստանը ճնշումը շարունակում է, զգուշացնում է մեզ, որ դեպի եվրոինտեգրացիան չգնանք, չփորձենք աջակցություն արևմուտքի ստանալ, վատ ձեզ կլինի, ու դա հուշում է ինձ, որ Պուտինը մոտ ժամանակներս չի շնորհավորի Նիկոլ Փաշինյանին։ Ու երրորդ կարևոր բանը, ինչ ասեց Սերգեյ Նարիշկինը։ Սերգեյ Նարիշկինը ասեց, որ ընտրությունները շատ կասկածելի էին, կասկածելի process էր, կասկածելի ընտրություններ, կասկածելի արդյունքներ, ինքը ասեց, որ շատ բարդ անցած այդ ընտրությունները, կոպիտ ասած Ռուսաստանը իր գնահատականը տալիս է մեր ընտրություններին ու ասում է, որ պրոբլեմներով անցան ընտրությունները ու մենք չենք ճանաչի այդ ընտրությունները։ Այս մեսեջները լուրջ մեսեջներ են, մեր կառավարությունը պետք է դրա մասին իմանա, ուղղակի ի գիտություն վերցնի, որ իր մոտ ժամանակներս քաղաքականությունը ձևավորի համապատասխան այս վտանգների։ Շատ լուրջ թեմային ես ուզում եմ այսօր ձեզ հետ անդրադառնալ, ուրեմն Բելարուսի ճանաչված իրավապաշտպանին չթողեցին մեր տարածք ու սպառնում են, որ կարող է արտահանձնեն Բելարուսին։
Այդ մարդը վաղուց է Եվրոպայում ապրում է, ազգանունը չեմ ուզում տալ, հասկանալի պատճառներով, այդ անվտանգությունը այդ մարդու, իրեն հրավիրեցին Հայաստան մի կոնֆերանսի, մի կազմակերպության կողմից, որը գլխավորում է պարոն Գրիգորի Երիցյանը, այնտեղ երիտասարդական ֆորմատ իրանք ունեն, աշխատում են ակտիվ, հրավիրեցին այդ Բելարուսի իրավապաշտպանին Հայաստան, բայց պարզ է այդ իրավապաշտպանը վաղուց է փախած է Լուկաշենկոից, փախած է Եվրոպա։ Հիմա ինքը մտավ Հայաստան, ուղղակի այդ վերջի մեկ օրվա պատմություն է, իրեն պատկան մարմինները մեր ձերբակալեցին։ Ու այնտեղ հարցը գնում է ինչի մասին, արտահանձնել, քանի որ Բելարուսի դատախազությունը իր վրա գործ հարուցեց ու ուղարկեց այդ պահանջը Հայաստանին։ Այո, մենք ունենք Ռուսաստանի, Բելարուսի հետ ԱՊՀ շրջանակներում, ԱՊՀ երկրների շրջանակներում տարբեր պայմանագրեր, նաև այդ թվում արտահանձնման շրջանակներում։ Բայց պարզի փոխվում է իրավիճակը։ Մենք հիմա Բելարուսի հետ իջեցրել ենք մեր դիվանագիտական հարաբերությունները։ Լրջագույն քննադատություն է լսվում փոխադարձ Հայաստանի ու Բելարուսի ղեկավարների իրար դեմ ուղղված։ Բավական բարդ են հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ուրեմն այդ պայմանագրերը դատախազությունների միջև, ներքին գործերի միջև պետք է կամ կասեցվեն, կամ առանձին կետերը կասեցվեն, քանի որ մենք գնում ենք դեպի ժողովրդավարություն, ամեն օր իշխանությունները ասում են, մենք ողջունում ենք, քայլեր արվում են, բայց այս շատ զգայուն թեմա է։ Հիմա ինչ է ասում Ռուսաստանի քաղաքացի, մաթեմատիկոս հայտնի Միխայել Վերբիցկին։ Ես մի օրինակ բերեցին, երբ որ երեք ձերբակալվեց Բելարուսի իրավապաշտպանը մտնելուց լինելով մեր տարածք, բայց 3 օր առաջ ձերբակալեցին Միխայել Վերբիցկուն, որը Ռուսաստանի քաղաքացի է, ապրում է վաղուց է Բրազիլիայում, ու ինքը Իսրայելում էր, հետո հիմա եկավ Հայաստան, հանգստանալու, շփվելու իր գոլեգաների հետ, ինքը ճանաչված մաթեմատիկոս է, ինքը Հարվարդի դոկտոր է, պրոֆեսոր է, ու հիմա իրեն ձերբակալեցին, 3 օր պահեցին, հիմա բաց թողեցին, ասեցին Հայաստանից չէ կարող դուրս գալ։ Ինչու՞։ Քանի որ Ռուսաստանը իրան հայտարարեց, իր վրա հարուցեց գործ ու հայտարարեց, որ եթե ինքը մտնում է Հայաստան կամ այլ երկրներ, ում հետ Ռուսաստանը ունի արտահանձնման պայմանագրեր, պետք է մենք արտահանձնենք։ Բայց այդ մարդիկ փախած են այդ ռեժիմներից։ Մենք Եվրոխորհրդի անդամ ենք, մենք ստանձնել ենք պարտավորություն, ավելի մեծ պարտավորությունը, որ մենք ամեն օր ասում ենք, որ գնում ենք դեպի եվրոինտեգրացիա։ Այո, մեր կառավարությունը այս ձևի դեպքեր եղել են մի տարի առաջ, կես տարի առաջ, 3 տարի առաջ, մեր կառավարությունը միշտ ճիշտ որոշումներ էր ընդունում, ոչ ոքի չարտահանձնեց այս ձևի քաղբանդարկյալներ կամ քաղաքական հետապնդման տակ գտնվող մարդկանց նկատմամբ մերոք ճիշտ են պահում, բայց պետք է դա լուծվի համակարգային լուծում ստանա, ոչ թե առանձին դեպքերում ճիշտ որոշում ընդունի մեր կառավարությունը, քանի որ դա մեր իմիջ է։ Օրինակ այդ Վերբիցկին ասեց, ճիշտն ասած, մենակ Հայաստանից չէի սպասում, որ մեզ իմ ձերբակալեն, քանի որ այդքան են խոսում, որ Հայաստանը գնում է դեպի ժողովրդավարություն, ես հանգիստ եկա այս երկիր։ Ուրեմն ստեղ մեր պետության իմիջն է ու առաջարկում եմ գործող կառավարությանը Նիկոլ Փաշինյանին ուշադրություն դարձնել այս թեմային, շատ ու շատ զգայուն ու կարևոր թեմա է այդ հարցը լուծել։ Կոպիտ ասած, ընդհանրապես մարդիկ, ովքեր քաղաքական նպատակներով հետապնդվում են, կարող են Բելարուսից, Ռուսաստանից, կարող են մտնել Հայաստան առանց խոչընդոտ։ Այո, եթե ինչ-որ մարդ մարդասպան է ու պահանջում են մարդասպանին արտահանձնել, ստեղ էլ պետք է ուսումնասիրես ինչու է գործը, պարզ է, բայց ստեղ ես այդ կրիմինալ հարցերի մասին չեմ խոսում։ Հենց քաղաքական նպատակներով հետապնդվող մարդկանց մասին է խոսքը Բելարուսից եւ Ռուսաստանից, ովքեր մտնում են Հայաստանի տարածք։ Իրանք անխոչընդոտ պետք է մտնեն Հայաստանի տարածք, որ մեր իմիջը անկում չապրի։
Ստեղ իմ առաջարկությունն է կառավարության, ես հասկանում եմ կառավարությունը լիքը դարդեր ունի, զբաղված էլ այս ընտրություններով, այս ապակառուցողական ընդդիմությունը, որը պարլամենտում պատկերացնում եք ինչ մթնոլորտ է ստեղծելու, իրենց նպատակները այլ են, չեմ ուզում քննարկել, բայց ավարտելով այսօրվա իմ ելույթը, գիտեք ես ինչի մասին ուզում եմ ձեզ ասել։ Այո, պայքարում է ընդդիմությունը, թող պայքարի։ Ռուսամետ է այդ ընդդիմությունը, չգիտեմ, ռուսամետ չի, չեմ ուզում նույնիսկ խորանալ այդ թեմաների, բայց այդ պայքարի մեջ պետք է կարմիր սահմանները չանցնվեն։ Եվ որ դու փորձում ես այս ձևի լուրջ ընտրական process, բավական թափանցիկ, բավական մրցակցային, բավական ազատություններով լի, երբ որ ընդդիմադիրները կազմակերպում էին հզոր միջոցառումներ, մեծ ինչ-որ մարդկանց բերում էին, ինչ-որ միտինգներ անում էին ու ոչ ոք իրանց չէր խանգարում։ Դա նշանակում է, որ ազատությունների աստիճանը մեզ մոտ շատ բարձր է։ Ակնհայտ ընդդիմադիրները շատ ու շատ ավելի հնարավորություններ ունեին իրանց հեռուստաալիքներով, իրանց բլոգերներով, իրանց ZLM-ներով, տարբեր օնլայն, ոչ օնլայն, իրանց ասել, ու դրանից հետո ասել, գրել, որ ազատություններ չկան, որ իրանց հետապնդում են ու միտումնավոր խառնում են հասկացությունները։ Գիտեք, երբ որ մարդիկ, ովքեր կասկածվում են ընտրակաշարք բաժանելուց, մեկուսացվում են, ձերբակալվում են, դա մի բան է, եթե Քաղբանդարկյանին քաղաքական նպատակներով հետապնդում են, էական տարբերություն է ստեղ կա, հիմա փորձ է արվում այդ ամեն ինչը խառնել, փորձ է արվում վարակաբեկել, ոչ միայն Նիկոլ Փաշինյանին անձամբ իրան, նաև փորձագետներից մեզ ճանաչված մեծ ճանապարհ անցած սկզբունքային մարդկանց ինչ-որ բաներ են ասում, ու այդ շատ մեծ վտանգը նույնիսկ կաշառք բաժանել չի, սուտ տարածելը, այդ սուտ տարածելու դեմ կառավարությունը պարտավոր է պայքարել, հենց կառավարական մեխանիզմներով, քանի որ սուտ տարածելով եվրոինտեգրացիայի դեմ, սուտ տարածելով Դոնալդ Տրամպի ծրագրի դեմ, սուտ տարածելով կոնկրետ այն քայլերի հետ կապված խաղաղության ոլորտում, որը անում է կառավարությունը, սուտ տարածելով Նիկոլ Փաշինյանի անձամբ իր դեմ կամ փորձագետների դեմ, դրանով դու քանդում ես երկիրը։ Դու սերմանում ես հասարակության մեջ կասկածներ, ուժեղացնում ես, գիտեք, այդպես տենդենսներ, որ բոլորը իրար չեն հավատում, չեն սիրում, կասկածում են, դավադրության տեսությունները ուժեղանում են, դա է քանդում երկիրը, ոչ միայն ընտրակաշառքի բաժանումը։ Այդ բոլոր դեմքը բացասական երևույթների նկատմամբ շատ ուշադիր պետք է լինի կառավարությունը ու մեր հասարակությունը։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։